Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իմ անունը Լևոնն է, ես հանդիսանում եմ 16 թաղամաս 20 շենքի տակի այս տարածքի 136 համար տարածքի սեփականատերը։ Կողքի կցակառույց 2001-2 այդ թվականներից կա, ինքը ապօրինի է, այսինքն սարքվել է ընթացքում, որ կեղ զիբիլ վերևից բանման են գցում, որ տեսնեք նույնիսկ բաներ կա այնտեղ, թաղապետարանն է բերել, բանման էին գցում, սարքվել է, ինքը ծառայել է, հիմա ոչ մի բանի չի ծառայում, այս տվյալ պահին։ Այսօր ամսի 27-ին 11:15-20 մոտեցել եմ թաղապետարան, ծանուցել են, որ քանդման որոշում կա, ինձ միամտի են բերել, ու ասին 12-ին գալիս են քանդելու, ասի տեխնիկա չի կարա մոտիկանա, որտեվ այս ամբողջը ես եմ բարեկարգել, կանաչ գոտի է եւ գազի խողովականացնում եւ այլն։ Հիմա եկել են համապատասխան որոշումը ներկայացնում են, ասում եմ ազգային ժողովը որոշում ընդունեց, որ այս տարի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ կա ապօրինի շինություններին մինչեւ 21 թվականը սարքած դիմելու եւ օրինականացնելու։ Ես էլ աշխատանքի մեջ եմ գործերով, ոչ թե գցել եմ ականջետև, այլ թելը նոր ապրիլն ենք, ժամանակ ունեմ։ Պետք է դիմեի, որ օրինականացվի նաեւ այս ամբողջը ինչը կա, տեսքի բերվի, որպես արդեն օրինական շինություն, եթե կտային, որ կարող եմ սեփականաշնորհել։ Հիմա ես ասում եմ, ո՞նց եք դուք այդ կազմակերպում, ինձ կես ժամ առաջ ներկայացնում եք ու ժամկետ չեք տալի խելամիտ, որովհետև ստեղ նյութական ագին գործողություններ արած, հիմա քանդելու են այս ամեն ինչը դուրս գա։ Հիմա որոշումը ասում են ի կատարպտիացի, ես էլ հասկանում եմ, որ տվյալ պահին երկու օրենք իրար հակասում ես, իրավաբան չեմ, բայց ինքս հասկանում եմ, որ համ որոշում կա ազգային ժողով, որ մինչև դեկտեմբերի 31-ը այս տարի կարող ենք դիմել սեփականաշնորհելու, մյուս կողմից ասում են ամսի 27-ով քաղաքապետի որոշումը կա, 27-ին էլ բերում են, որ քանդեն։ Մնացածը արդեն թողում եմ ժողովրդի մտածելուն, ես տարածքը վարձակալությամբ եմ տվել, տարածքը վարձակալությամբ տալուց հետո սկսել է տվյալ գործընթացը։ Ասեմ, որ այս 2001-2 թվից կա, ով էլ որ ստեղով գնում գալիս էր, տեսել է։ Հիմա ոնց ես հասկանամ, որ այս 20 քանի տարվա մեջ չէին հասկացել, որ պետք է քանդվի, հիմա պատահական հասկացան, որ սա ապօրինի է, պետք է քանդվի։ Տվյալ պահին այսքանը սպասում ենք, տեսնենք գործընթացը ինչ է, ինձ ժամանակ չեն տվել ոչ դատարան դիմելու, որ կասեցում լինի, հետագան հասկանանք, չգիտեմ ինչ պետք է արվի։ Քանդեն կամ ինչ կանեն, արդեն իրավական նորմերով կփորձենք անցնենք գործընթացի, քանի որ տվյալ պահին ոնց որ ձեռներս կապել են, ոչ մի գործընթաց չեմ կարողանում իրականացնել։ Փաստորեն ասացիք, որ նույնիսկ մաչելի չի, որպեսի տրակտորը մոտենա, հա, քանդել։ Դուք կարաք տեսնեք, որ այս կողմից նախենի այս են քանդում, մի հատ այն խնդրում եմ նկարել, էսի նորմալ երևույթ է։ Ես չեմ ասում, էս էլ է շատ լավ, սա օրինականացնելուց հետո պիտի բարեկարգվել, բայց այն էլ է նորմալ երևույթ։ Տրակտորը չի կարողանում մոտենա, որտեվ այստեղ բարեկարգած է կանաչ գոտի է, խողովակները խանգարում է, հիմա չգիտեմ ում պետք է կանչեն քանդելու։ Հենց այսօր առավոտյան են ձեզ ծանոթ։ Այսօր ժամը 11:15-ից 20 իջել եմ թաղապետարանից, վերցրել եմ որոշումը քաղաքապետի, ասին 12-ին գալիս են քանդելու։ Ասի ինչ ասեմ, համեցեք, բայց համաձայն չեմ ես որոշման հետ, ժամկետը չեք տալի։ Մեջն էլ նշած չի, որ 3 օր, մի օր, 24 ժամ, չգիտեմ, ինչ-որ որևիցե ժամանակ տային, որ ես կարանայի, ասեի, չէ, ես չեմ հասցնում, կամ բերեի, ես իմ դրած մատերիալը նյութը հանեի, տանեի, ուրիշտեղ օգտագործեի։ Այսինքն որոշումը առավոտը կայացնում են, մի քանի ժամ հետո գալիս են առանց, ես եմ իջը, որ ստացել եմ, հնարավոր է եւ միամտի գայ, ես տեղի բնակիչ չեմ, էլի, ես են կանչեին, ասեին արդեն քանդում ենք։ Իսկ որպես ինչ տարածք է ինքը ծառայում այս բանը։ Ժամանակին, որ քամի բան չլինի, միրգ է դրած եղե, ասենք, շուտ, ու երկար ժամանակ ինքը չի ծառայ, տեսնում եք իրավիճակից, ինքը ոչ մի բանի, այդ ինչ ասում եմ 2003-4 թվի բան եմ ասում, էլի։
Դրանից հետո ոնց որ մնացել է, որ պետք է իրան դիմվի, որ օրինական է, որ սարքենք ավելի բարեկարգ ընդլայնում տանք տարածքին, նո այս տարի որոշել էինք դիմեինք, բայց ոնց որ ստացվեց։ Այս պահին այստեղ են գտնվում քանդող մարդ։ Դե հա, Թաղապետարանի աշխատակիցներն են եկել, տրակտորը նոր գնաց, ավականից է մարդ եկել, մի խոսքով սենց, ինչ ասեմ։ Այսպես սպասում եք, տեսնեք ինչ Դե ինչ անեմ, ոչմ ինչ կարամ անեմ տվյալ բային։ Ոնց օրենքով է, հետո եթե հիմա ժամանակ չեն տալի, հետո կդիմեմ դատարան, որ հասկանամ ինձ չեն մերժե, ես չեմ դիմե, ինձ չեն մերժե ինչ-որ կետով, որ ես ասեի, հա, հիմա է ժամանակ կա, ստացվում է քաղաքապետի որոշումն ու ազգային ժողովի ընդունած կարգը, որ այս տարի կարելի է ապօրինի շինությունները սեփականաշնորհել, իրար հակասում է տվյալ բային, առավոտ որոշումը ամսի 27-ով ընդունում են, ու գալիս են մի քանի ժամ հետո քանդելու։ Ժամանակ չեն տալի, որ ես հասկանամ ինչ կարամ անեմ, նույնիսկ չեմ կարա հիմա այս կարճ ժամկետում դիմեմ դատարան, կասեցում տալու, հետագան հասկանանք ինչ կարանք անենք։